Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան Արամ Վարդևանյանին։ Պարոն Վարդևանյան, շնորհակալ եմ հրավերը մերժելու համար։ Օրակարգում մի շարք թեմաներ են, որոնց մասնակցությունն ունեք նաև դուք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն առաջադրել է վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի թեկնածությունը, դուք այդ միջոցառմանը ներկա եք, նրա պաշտպանն եք նաև, եւ քաղաքական իշխանությունը բազմաթիվ փաստեր է բերում հողում անելով սահմանադրությանը, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև վերջին 4 տարում Հայաստանում չի բնակվել, վերջին 4 տարում առնվազն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եւ այլն։ Կուսակցության համագումարի ժամանակ ձեր մեկնաբանությունն այն էր, որ կգա խորհրդարանական մեծամասնություն, կփոխի սահմանադրության այդ կետը, ինչից հետո կընտրի վարչապետ։ Իսկ ինչպես է լինելու այդ process-ը։ Շնորհակալ եմ հարցի համար, ըստ էության հենց վերջերս նաև ավելի նույնիսկ բարձաբանվեց նշված ճանապարհային քարտեզը, դրամաբանությունը հետևյալն է։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն, բայց միաժամանակ նախընտրական գործընթացի տեսանկյունից ցուցակը գլխավորելու է Նարեկը Կարապետյան։ Եւ հենց փետրվարի 12-ին Նարեկ Կարապետյանը մանրամասն ներկայացրեց այդ ճանապարհային քարտեզը։ Այո, մենք բախվում ենք Սահմանադրության 148-րդ հոդվածի կարգավորումներին, որոնք իրենց թե ձևով, թե բնույթով, թե սահմանադրաիրավական նշանակությամբ տեխնիկական են։ Հենց այդ իսկ պատճառով նաև ազգային ժողովը մեկ որոշմամբ կարող է այն փոփոխել։ Եվ մենք փաստացի հենց հանրությանը արդեն իսկ ներկայացնում ենք այդ ճանապարհային քարտեզը եւ ինքը հանրությունը, ժողովուրդը, իշխանության կրողը կորոշի, արդյոք Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետ, թե ոչ։ Բայց միաժամանակ այն հանրային տրամադրությունները, սոցիոլոգիական հարցումները ամենը ցույց են տալիս, որ հանրությունը այդ աջակցությունը արդեն իսկ ցույց է տալիս։ Եվ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի սոցիալական հարցումներին հիմա կանդրադառնանք, որովհետև զուգահեռաբար հիշեցի նաև 2021 թվականի սոցիալական հարցումները, որտեղ դուք մեկ այլ քաղաքական ուժի падգամավորական ցուցակում եք, բայց Սամվել Կարապետյանի բացի այդ, որ սահմանադրական արգելք կա այս պահի դրությամբ, իշխանությունը նաև հակադարձում է 1 տարի, 2 տարի առաջ տված հարցազրույցներով նշելով, որ անձը չէր ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, հիմա երբ կա իրեն առնչվող քրեական վարույթ, որոշել է բացել կուսակցություն եւ զբաղվել քաղաքականությամբ։ Ո՞րն է այստեղ ձեր մեկնաբանությունը կամ պարոն Կարապետյանի մեկնաբանությունը։ Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է, հերթական կիսաճշմարտությունն է։ 2 տարի առաջ իհարկե կային Հայաստանի Հանրապետությունում խնդիրներ, բայց 2 տարի առաջ չկար ոտնձգություն Հայաստանի Հանրապետության պատմականորեն արժեքային իմաստով բացառիկ ինստիտուտի կառույցի նկատմամբ։ 2023 կամ 24 թվականին չկար այնպիսի հարձակում կամ գրոհ մայր աթոռի նկատմամբ, ինչը սկիզբ առավ 2025 թվականի ապրիլ-մայիս ամսից։ Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեության հայտը ոչ թե պայմանավորված է եղել այն աբսուրդային, պրիմիտիվ քաղաքական հետապնդումով, որը սկիզբ առավ 2025 թվականի հունիսի 18-ից, այլ հենց պայմանավորված էր առաջնային տեսանկյունից եւ դա, այսպես ասած, փաստական հանգամանք է։ Դա գնահատողական դատողություն չէ։ Մայր աթոռի նկատմամբ միջամտությունից։ Այսինքն, երբ դու տեսնում ես, թե ինչ բառամթերք է սկսվում օգտագործվել մայր աթոռի նկատմամբ, երբ տեսնում ես, որ ընդհուպ մինչև վիրավորական արտահայտություններ են օգտագործվում, երբ տեսնում ես, որ չնայած սահմանադրական կարգավիճակին մայր աթոռի ակնհայտորեն գործադիր իշխանությունը միջամտում է ներքին գործերին եւ դրանով ընդհանրապես արգելափակելով խղճի եւ կրոնական ազատության երաշխիքները, ապա այդ ժամանակ հենց մայր աթոռի թիվ 1 բարերարը բնականաբար պետք է ներկայացներ իր դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումը իր մեջ, քանի որ ցավոք սրտի Հայաստանում արդեն մայր աթոռի նկատմամբ գործողությունները, այն նոր քաղաքականությունը, որը որդեգրեց օրվա իշխանությունը, իրենից ենթադրում էր նաև քաղաքական միջամտություն, դրան հակադարձումն էր լինելու այդպիսին։ Եվ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները հենց այդպես էլ այդ ամենը ընկալեցին։ Հակառակ դեպքում դուք կպատկերացնեիք, որ պետք է ժամերի ընթացքում հարյուրավոր ոստիկաններ ներխուժեին Սամվել Կարապետյանի տուն, փորձեին իբրև խուզարկություն կատարել եւ ժամերի ընթացքում արդեն լիներ ձերբակալման եւ կալանքի որոշումը, այդպես չէր լինի։ Հենց ի դեպ քաղաքական հետապնդման տեսանկյունից Սամվել Կարապետյանի գործը նաեւ այդ տեսանկյունից է աննախադեպ, որովհետեւ ամեն ինչ այդքան ակնհայտ էր։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի գրառումները նաև դրա մասին էին վկայում։ Ըստ էության որոշակիորեն կարելի է արձանագրել նաև, որ վախի հանգամանքը կար Սամվել Կարապետյանից,
որովհետև ստացվում է նույնիսկ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար, անձը փաստացի 200 օր եղել է կալանավորված։ Հիմա տնային կալանքի պայմաններում է, բայց խոսքի ազատության սահմանափակմամբ։ Վստահ եմ նաև դրա վերաբերյալ հարց կլինի, սիրով կպատասխանեմ։ Դուք նշում եք, որ 2022 տարի առաջ 22-ին, 23-ին չկար միջամտություն կամ վտանգ եկեղեցում, բայց կար նաև այլ վտանգ, երբ Սամվել Կարապետյանն այդ մասով հայտարարություններ վստահ եմ եղել են, բայց այնուամենայնիվ դա Արցախի հարցն էր։ Ինչու հենց հիմա։ Գիտեք, իսկ միգուցե այդ ամենը ինչ որ մի հանգամանքների համակցության հանգեցրեց։ Տեսեք, Արցախի նկատմամբ վերաբերմունքը, Սփյուռքի մեր հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքը, քանի որ նորություն չեմ ասի, որ վերջին տարիներին ըստ էության Սփյուռքի նաև մեկուսացման որոշակի գործընթաց է տեղի ունենում։ Ի վերջո մեր ազգային արժեքների տեսանկյունից ոտնձգությունները, հիմա կարծես թե արդեն դրան էլ ենք ինչ որ իմաստով ականջը չի ծակում, երբ մենք խոսում ենք, որ Արարատ լեռը եւս խնդիր է առաջացնում այս իշխանությունների քաղաքականության տեսանկյունից։ Ականջը կարծես չի ծակում այն, որ հայոց ցեղասպանության, ճանաչման եւ դատապարտման օրակարգը, որը անկախության հռչակագրի մեջ տեղ գտած падգամներից է, եւս կարծես երկրորդային պլան է մղվել օրվա իշխանությունների կողմից եւ ի վերջո եկեղեցին։ Ի վերջո Սամվել Կարապետյանը երբեք քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ Իդեպ նաև հենց ես կարող եմ հղում անել։ Սամվել Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ քաղաքական գործունեությամբ նույնիսկ չի էլ ցանկանում զբաղվել, բայց լինում են իրավիճակներ, երբ անձը ստիպված է լինում իր որոշումը փոխել։ Կարծում եմ այս իրադարձությունների համակցության մեջ եթե դիտարկենք եւ իհարկե մայրաթորի նկատմամբ ճնշումները, որոնք անասելի են, մենք այսօր արդեն հիմա հարցազրույցի շրջանակներում խոսում ենք այնպիսի իրականության մեջ, երբ վեհափառ հայրապետի նկատմամբ կա հարուցված հանրային քրեական հետապնդում, երբ կա կիրառված խափանման միջոց։ Իդեպ, երբ խոսում ենք ընդհանրապես թե ինչի համար է այդ ամենն էլ մի հոգևորականի կարգալույծ անելու իբրև դեպքի առթիվ։ Իդեպ, եթե մեր հայրենակիցները պարզապես Google որոնողական համակարգից օգտվեն եւ տեսնեն, թե քանի անգամ է օրինակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կարգալույծ արել հոգևորականների, իդեպ մեծ ճանաչում ունեցող հոգևորականների եւ իրենցից որևէ մեկը չի գնացել դա դատական կարգով վիճարկելու ճանապարհով։ Զարմանալի է իդեպ ինչի չեն անում։ Բայց սա է այն իրականությունը։ Գուցե Մասիս Մելքոնյանի ֆակտորն է, որ այստեղ դա անում։ Պետք է իհարկե փորձի փոխանակում մի պայից երևի թե իրականացվի, բայց ես դա չեմ ցանկանա այլ երկրներին բոլոր դեպքերում։ Ինչքան էլ նույնիսկ հումորի բաժին լինի մեջը, բայց դա էլ չեմ ցանկանա։ Հիմա այս ամենի պայմաններում այո ունենք իրավիճակ, որ 2025 թվականի հուլիսի 4-ին արդեն Սամվել Կարապետյանը քաղաքական հայտը ներկայացրեց։ Ակնհայտ էր իդեպ դա այնպիսի ժամանակահատված էր, որ վստահ եմ շատերը օրվա իշխանության ներկայացուցիչներից պետք է պատկերացնեին, որ կարող են պայմանավորվել Սամվել Կարապետյանի հետ, կարող են այնպիսի առաջարկներ անել նույն հեծի հետ կապված կամ այլ, որը կհանգեցներ նրան, որ այսօր չէր լինի այն իրավիճակը, որ ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Իդեպ, եթե իրենց տրամաբանությունն է, որ վարչապետի թեկնածու չի կարող լինել, վարչապետ չի կարող լինել, ինչի համար են այդքան աղմուկ առաջացրել այդ հարցերից, որտեղ ժողովուրդն է որոշել, իրենք է դա գիտեն։ Իդեպ նախքան այս գործի հարուցումը եւ այլն մարդկանց մոտ համենայն դեպս իմ մասնագիտական շրջանակներում միշտ քննարկվել է մի հարց հռետորական կամ գուցե ոչ, թե ինչպես եղավ, որ հենց այդ օրը այդ մայրաթորի տարածքում Սամվել Կարապետյանը, որը միշտ հասանելի էր եղել լրատվամիջոցների համար, մեկ էլ հանդիպեց լրատվամիջոցի ներկայացուցիչին եւ արեց այդ հայտարարությունը։ Սա պատահականություն է ի վերջո, թե այնուամենայնիվ ինչ որ մի նախաբան կար կամ գիտեր Սամվել Կարապետյանը։ Ես գիտեք, այտենց հատուկ կարևորություն երևի թե այդ իրադարձությունների զարգացմանը այդ տեսանկյունից, միգուցե նաև դուք հատուկ այդ դետալները նկատում եք նաև մասնագիտական գործունեությունից։ Ես իմ մասնագիտական գործունեությունից երբևէ նման հարց ինքս ինձ չէի էլ տվել, բայց կարող եմ պարզապես մի քանի դետալ ներկայացնել։ Սամվել Կարապետյանը գտնվում էր Երևանում իր հոր 45-ի արարողությանը մասնակցելու համար։ Եվ ըստ էության հենց այդ օրերին դուք կհիշեք, որ գնալով ավելի ինտենսիվ էր դառնում ճնշումները մայրաթորի նկատմամբ, հրապարակային հայտարարությունները, վեհափառ հայրապետի հրաժարականի պահանջը։ Այս ամբողջը տեղի էր ունենում այդ ժամանակահատվածում։ Չեմ էլ ցանկանում եւ չեմ էլ հիմա այդ դաշտ մտնի, թե ինչ նաև Facebook-յան գրառումներ էին տեղի ունեցել, ինչ ատելության խոսքով ուղված
սրբազան հայրերի, ուղղված նաև հենց մայրաթորին, ուղղված նաև հենց վեհափառ հայրապետին։ Եվ այդ մթնոլորտի պայմաններում այստեղ ցավով եմ ուզում սա նշել։ Օրերս տեսանք, որ Սփյուռքի բազմաթիվ մեր հայրենակիցներ, մեծ ճանաչում ունեցող, ինչպես օրինակ Բաչե Մանուկյանը, Նուբար Աֆեյանը, Լորդ Արա Դարզին եւ այլ, շատ կարևոր հայտարարություն արեցին։ Մայրաթորի նկատմամբ միջամտությունը անթույլատրելի որակելով։ Բայց 2025 թվականի հունիսին նման հայտարարություն տեղի չէր ունեցել։ Հուլիսին տեղի չէր ունեցել, օգոստոսին եւս տեղի չէր ունեցել եւ այդպես շարունակ մինչեւ փետրվար ամիսը։ Սամվել Կարապետյանն էր միակը, ով նման հայտարարությամբ հանդես էր եկել։ Սա իսկապես ցավով եմ արձանագրում։ Ես օրինակ որպես հայ մարդ, իսկապես ցավով եմ դա արձանագրում, որովհետեւ ինչի այդպես պետք է լիներ։ Ես օրինակ կպատկերացնեի, որ այդ հայտարարությունը, որը օրերս տեղի ունեցավ եւ իսկապես չափազանց կարեւորում եմ այդ հայտարարությունը։ Ինչ որ իմաստով շնորհակալ եմ այդ հայտարարության համար։ Բայց ինչի համար դա ավելի վաղ տեղի չէր ունեցել։ Ես կարծում եմ նաև օբյեկտիվորեն Սփյուռքի մեր հայրենակիցները եւս կարող էին պատկերացնել, որ իրենց նկատմամբ եւս քրեական հետապնդում կհարուցվի։ Իդեպ հիմա ես նկատել եմ այդ կարծիքը կա, որ շատ հնարավոր է սա նաև իրենց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Դա է վախի մթնոլորտը ի վերջո։ Ես կարծում եմ դա վախի մթնոլորտին ուղղված գործողություններ են, իհարկե Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումն էր ուղղված դրան, որ այո, Հայաստանում հնարավոր է նաև ազգային բարերարին, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանության արտահայտության համար, ձերբակալեն, կալանավորեն եւ այդպես շարունակ։ Ինչ որ իմաստով այստեղ նույնիսկ իրավական ցինիզմ էր նկատվում, բայց դա իրականությունն էր։ Այլ հարց, որ վախի մթնոլորտին հակազդող վարքագիծը հենց ինքը Սամվել Կարապետյանը ցույց տվեց, որովհետև այդ ողջ ժամանակահատվածը որևէ ազդեցություն իր վրա չունեցավ։ Մարդկային տեսանկյունից արժանապատվորեն հայ մարդուն վայել կերպով այդ փորձությունը, այդ ապօրինությունը, այդ քաղաքական հետապնդումը դասագրքային իմաստով հաղթահարելով անցնում ենք առաջ։ Պարոն Վարդևանյան, մենք հիշում ենք այդ հարցազրույցը, կարճ մեկնաբանությունը հարցազրույցել չէր մի քանի վայրկյան Սամվել Կարապետյանի, որին հաջորդեց նախ Փաշինյանի գրառումները, ընդ որում սխալ մեջբերում էր վերնագրով պայմանավորված, այնուհետև քրեական վարույթի հարուցումը։ Այնուամենայնիվ մեղը մեր ձևով կմասնակցենք։ Դուք օրինակ հաշվել եք 2018 թվականից հետո իշխանության որևէ ներկայացուցիչ կամ Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է իրենց ձևով ինչ-որ բանի մասնակցել։ Ասեմ ավելին, կարծես համանման բառամթերք նույնիսկ ոչ նույնությամբ, բայց քանիցս օգտագործել են նաև։ Կներեք, եթե մենք խոսում ենք իրավական տեսանկյունից, իհարկե այստեղ դա շատ դժվար է, բայց փորձենք, արարքը որակվել է որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալեն ուղղված կոչ։ Բնական է, չէ, որ եթե Հայաստանում այդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեր, ապա դրանց շարքում կարող էր լինել կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանում վարչապետ չի լինի։ Դրանց շարքում կարող էր լինել օրինակ, որ կառավարությունը դա ես եմ, հետևաբար բոլոր որոշումներն էլ կայացվում է այդ մեկ անձի կողմից եւ այդ մեկ անձի որոշումներին հակասող որոշումներ ընդունողները պետք է հեռացվեն աշխատանքից։ Այնուամենայնիվ այդպեսի մի դեպք տեղի ունեցավ նույնիսկ, այսինքն չսահմանափակվեց սուտ հրապարակային հայտարարությամբ, դա հենց այդպես էլ եղավ։ Եթե այդպես ասած բառամթերքի տեսանկյունից նայենք, ապա այդ դեպքերում օրինակ ես չեմ տեսել, որ քրեական վարույթ հարուցվի, իսկ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության տեսանկյունից, եթե նաև նայենք թե լրագրողը ինչպես էր ձևակերպել հարցադրումը, ասում է հետևյալ կերպ, որ դուք որպես ազգային բարերար միշտ եղել եք եկեղեցու եւ հայ ժողովրդի կողքին, ինչ գնահատական կտակ այս իրադարձություններին։ Այսինքն նույն արդեն իսկ պատասխանը ելնելով հարցադրումից, պարզ է, որ իր մեջ պարունակում է ակնհայտորեն բացառապես օրինական իրավաչափ խոսքի ազատության շրջանակներում գտնվող գնահատական, այդ թվում կոշտ գնահատական, խիստ գնահատական, բայց ժողովրդավարական հասարակություններում դա չի կարող լինել իրավական հետևանք առաջացնող, այն էլ քրեա իրավական, այն էլ 200 օր տևող կալանքի, բայց կրկին, որը իր նպատակին չծառայեց, որտեվ ես գտնում եմ, որ նպատակը հենց թաքնված էր նրանում, որ օրինակ չլիներ 2026 թվականի փետրվարի 12-ի Նարեկ Կարապետյանի հայտարարությունը առայն, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սոցհարցումներին հողում արեցիք։ Այո։ 2021 թվականին, երբ քաղաքագետներն են նշում, որ կրկին երկբևեռ ուղղվածություն էր իշխանություն եւ ընդդիմություն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ,
Նախորդ ուժը ընդդիմադիր հայտարարում էր մի շարք հրապարակում էր սոցիալական հարցումներ, որտեղ իշխանափոխությունը տեղի էր ունենալու, բայց ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ։ Հիմա երբեմն նաև անձերով պայմանավորված վարչապետ եւ Սամվել Կարապետյան հրապարակումներ են արվում թիմի կողմից դեր, որ բարձր ցուցանիշ վարկանիշ ունի եւ այլն եւ այլն։ Դուք հավատում եք ի վերջո այդ հարցումներին, հաշվի առնելով նախորդ փորձը, թե դրանք ինչ որ մի շրջանում խապկանք են ձևավորում եւ հանրության մոտ եւ այն ուժերի, որոնք մասնակցում են ընտրություններին։ Հետաքրքիր հարցադրում եք տալիս, առնվազն հաճախ sense խոսք կա, որը կարծես հեղինակը հենց Վինստոն Չերչիլն էր, որ ժողովրդավարությունը այնպես չէ, որ կատարյալ է, բայց դրանից ավելի լավ մոդել չի նշանակում։ Հիմա այնպես չէ, որ սոցիոլոգիական հարցումները կամ սոցիոլոգիան ընդհանրապես քաղաքական գործընթացների տեսանկյունից մաթեմատիկական ճշգրտության գիտություն է, բայց բոլոր դեպքերում դրանից ավելի լավ մեխանիզմ առկա չէ։ Բայց դրան զուգահեռ այլ մի մեխանիզմ էլ կա։ Տեսեք, այս դեպքում ուժեղ Հայաստանի կողմից ներկայացվում են այնպիսի տնտեսական գործողություններ, քայլեր, օրինակ այն 5 քայլերը, որոնք շատ մատչելի կերպով ներկայացում են, հա, պայմանականորեն 300,000 նոր աշխատատեղ, կամ օրինակ փոքր բիզնեսին այսօրվա դրությամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ 0%-ով։ Բայց դա հնարավոր է, բայց բյուջեն ինչպես է։ Իհարկե։ Տեսեք, այստեղ տնտեսական շատ հետաքրքիր վերլուծությունները ներկայացվել են։ Ես ինքս լինելով իրավաբան, այդ դեպքերում փորձում եմ միշտ հենվել նշված հետազոտությունների վրա։ Պատկերացրեք, ամբողջ մեր Հայաստանի Հանրապետության բյուջեի նշված փոքր բիզնեսի մասնակցությունը, այսինքն իրենցից հարկումը կազմում է 2%-ը։ Այդ 2%-ը 100-ի մեջ։ Հիմա եթե այդ 2%-ին տալիս ենք այդ ազատությունը, տալով հնարավորություն զարգանալու, աճելու, արդյոք նշվածը հենց դասական իմաստով ոչ ստանդարտ հենց բարեփոխումներից մեկը չէ տնտեսական։ Եվ իհարկե նաև, երբ խոսում ենք աշխատատեղերի ստեղծման մասին, բնական է չէ, որ հանրությունը տեսնում է, որ դրա կարիք կա։ Միգուցե եթե այսպես համեմատական անցկացնեմ, կարծում եմ հայ հասարակությունը այս վերջին 5 տարիների ընթացքում մի շատ կարևոր ամփոփում է արել, ներքին ամփոփում, թե ի վերջո խոստում եւ դրա կատարում հարաբերակցությունը ինչ վիճակում է։ Միգուցե 2021 թվականին, ինչքան էլ մենք տեսնում էինք այն ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել էինք, քանի որ մենք խոսում էինք 44 օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային համավարակին հաջորդած ժամանակահատվածի մասին, բայց այդ ամբողջ ռեֆլեքսիան դեռ չէր կատարվում։ Ես կարծում եմ հիմա նույնիսկ համոզված եմ դրանում, հայ հասարակությունը կատարել է այդ հետևությունները, կատարել է այդ ներքին ամփոփումը, ինչ որ իմաստով այդ վարժությունը, եւ տեսնում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը թույլ վիճակում է, իսկապես թույլ խաղաղության օրակարգում է, թույլ քաղաքականության մեջ է եւ ունի թույլ առաջնորդ։ Այստեղ ոչ թե թուլությունը պետք է բնութագրել քրեական հետապնդումներ չարուցելու, թե ոչ, որտեղ այդ իմաստով աննախադեպ է օրվա իշխանությունը։ Իսկապես, մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ օրինակ մի քանի շաբաթ առաջ կարող էինք արձանագրել, որ ունենք 4 սրբազաններ, որոնք հենց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու ռեժիմում էին։ Մենք խոսեինք նույն ազգային բարերար Սամվել Կարապետյանի, ով արդեն այդ ժամանակ էլ քաղաքական հայտ ներկայացրած էր իր կալանքի մասին եւ բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների պայմաններում են գտնվում։ Այդ իմաստով թուլությունը բառը չէ, որը պետք է բնութագրել։ Բայց իրականում ազնիվ իշխանությունը դրանում չպետք է իր ուժը ցույց տա։ Ազնիվ իշխանությունը պետք է իր ուժեղ լինելը ցույց տա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում առաջնայինորեն, եւ ես վստահ եմ հայ հասարակությունը հենց այդ պահանջը ունի։ Հայ հասարակության համար այլևս զուտ բառերով հրամցնելը, որ կա խաղաղություն, որ գոյություն ունի խաղաղության օրակարգ եւ այլն, այլևս բավարար չէ։ Մարդիկ իսկապես ուզում են տեսնել ուժեղ առաջնորդի։ Իդեպ հետաքրքիր հանգամանք նշեմ, Սամվել Կարապետյանի ուղերձում օգտագործվում էր ոչ թե իշխանություն բառամթերքը, այլ առաջնորդություն։ Իսկապես կարծում եմ նաև հենց այս 5 տարիները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը ուժեղ առաջնորդության անհրաժեշտությունն է տեսնում։ Առաջնորդության, այլ ոչ թե իշխանության։ Պարոն Վարդևանյան, վերջին 8 տարիները ցույց են տալիս, որ
Անկախ նրանից, որ տնտեսական ցուցանիշներն այլ են, օրինակ Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում, անկախ նրանից, որ երբեմն նաև մեծ ամբիոններից, այդ թվում նաև ասուլիսներից Նիկոլ Փաշինյանն ասում է, որ որոշ գնահատականներ, այդպիսի գնահատականներ պետք չի տալ Ռուսաստանի Դաշնության նման պետությանը եւ այլն, հանդիպումներն անցնում են բարձր մակարդակով եւ այլն, այնուամենայնիվ կա հասարակության մի սեկտոր կամ զանգված, որի թիրախավորում է ռուսական կողմնորոշումը, Ռուսաստանի հետ առնչվող ինչ-որ բաներ։ Հիմա արդյոք իշխանությունը Սամվել Կարապետյանի այդ տեխնացությունը չի օգտագործի այդ զանգվածին էլ ավելի շատ կենտրոնացնելով կամ ուղղորդելով կամ զգայական ինչ-որ ֆոն ստեղծելով նրանց մոտ որպես հակառուսական քաղաքականություն ձևավորելու համար կամ դա թիրախային չի արդյոք Սամվել Կարապետյանի համար, որովհետև այսպես թե այնպես այդ մարդը այո ծնվել է Հայաստանում, Հայաստանից երբեք չի կտրվել, բայց այնուամենայնիվ գործունեությունը ծավալել է այնտեղ։ Ոմանք դրական բան են տեսնում, ասում են նա պետական պաշտոն չի զբաղեցրել, մեծահարուստ է դարձել, հաջողակ մարդ է, բայց նաև կա ինչ-որ մի հատ հիմնավորում այն կողմի համար, ով ուզում է թիրախավորել այդ փաստը։ Շատ լավ։ Ես եկեք առաջինը արձագանքեմ, որ Սամվել Կարապետյանը տնտեսական գործունեություն նաև իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տնտեսական գործունեությունը Սամվել Կարապետյանի նաև իրականացվում է Հունաստանում, նաև իրականացվում է Կիպրոսում, նաև իրականացվում է Էմիրություններում, երբ մենք նշում ենք, որ Սամվել Կարապետյանը տեսեք, բայց մեր մոտ ուղղորդումը դեպի մեկ պետության է, ես դա եմ ասում։ Պարզապես ուզում եմ, որ մեր հանրությունը իսկապես տեղեկացված լինի, որ այո, Սամվել Կարապետյանը ինչպես տնտեսական գործունեություն իրականացնում է մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում, բայց այնպես չէ, որ միայն Ռուսաստանի Դաշնությունում։ Սա ինչի համար եմ նշում, որովհետև այո, վստահ եմ, որ նշված տեղեկատվական որոշակի վարժություններ իրենք կատարելու են։ Իհարկե այստեղ հարց է առաջանում։ Իրենք դա կատարում են, որ ինչ ցույց տան հանրությանը, որովհետև ես միայն վերջերս այնքան հայտարարություններ եմ լսել օրվա իշխանության ներկայացուցիչներից ի աջակցություն Ռուսաստանի, որ նման հայտարարություններ դուք երբեք չեք տեսնի ուժեղ Հայաստան կուսակցության որևէ մի ներկայացուցիչից։ Հիմա ինչ են դրանով փորձում մեր հանրությանը մոլորեցնել, իսկապես դժվար է ասել։ Ես ինչ-որ իմաստով, գիտեք, տեղեկատվական ցանկացած այս հնարքները 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իրականացվելու են։ Բայց հայ հասարակությունը նաև ելնելով հենց ձեր հարցադրման մեջ ներկայացված վերջին 8 տարիների խորապատկերով, այլևս կարողանում է զտել կեղծը ճշմարիտից։ Եվ ես կարծում եմ այդ հնարքները այդքան արդյունավետություն չեն ունենալու։ 21 թվականին բավականին բարձր էին այդ հնարքների արդյունավետությունը, բայց ժամանակի ընթացքում դրանք եւս որոշակի զտման գործընթացի ենթարկվում են։ Հիմա պատկերացրեք, մենք գտնվում ենք այստեղ, քննարկում ենք այս հարցերը, բայց հենց վերջերս կրկին անգամ մենք տեսնում ենք, որ օրինակ Հայաստանի Հանրապետությանը հրամցվում է, հայ ժողովրդին հրամցվում է, որ պետք է սահմանադրություն փոխվի Ադրբեջանի պահանջով։ Կներեք, 21-րդ դարում ենք ի վերջո ապրում, որտեղ միջազգային իրավունքի խնդիրներ կան բազմաթիվ, բայց ես դեռ օրինակ այլ, որտեղ մեկ այլ երկրի ղեկավարը, մեկ այլ երկրի հանրությանը պահանջ դնի սահմանադրություն փոխելու, ես դա չեմ տեսել։ Եվ դրան ի դեպ հակադարձում էլ չլինի, ճիշտ հակառակը։ Չէ, հակադարձում են, ասում են դա վաղուց մեր օրակարգում էր։ Ուղղակի Ալիևն ասում է, որպեսզի ցույց տա, թե տեսեք։ Դա տեխնիկական իմաստով համընկնում է, այսինքն վաղուց կար օրակարգում, որտեղ նման բան չկար, հա, պայմանականորեն, որտեղ ճիշտ եք ասում։ Սահմանադրական բարեփոխումների հարց միշտ էլ օրակարգում լինում էր։ Ի դեպ, վերաբերում էր 148 հոդվածին սահմանադրության, որը եւ հենց ուժեղ Հայաստանը ներկայացրեց, որ փոփոխելու է։ Եվ դրանով իսկ բոլոր հնարավոր իրավական, այսպես ասած, դժվարությունները հաղթահարվելու են եւ Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետ, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի ազգային ժողովի ամբիոնից այլևս որպես ընտրված վարչապետ ներկայացնում էր հենց այդ դիրքորոշումը, որ 148-րդ հոդվածը սահմանադրության խոչընդոտ է, արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որ ենթակա է փոփոխման, քանի որ Սփյուռքի ներուժը չեն կարողանում օգտագործել։ Այդ նույն դիրքորոշումը կրկնում էր 2020 թվականի հայտնի հանրաքվեի իբրև քարոզարշավի ընթացքում, որը չեղարկվեց եւ ազգային ժողովը պարզապես մեկ խմբակցության որոշմամբ սահմանադրության մեջ փոփոխություն կատարեց։ Այդ տեսեք, օրինակ այս հարցերի վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հարց քննարկվում էր, բայց ընդհանրապես խոսել խաղաղության մասին
պարտադրանքի մթնոլորտում դա նույնն է ինչ հանձնվել է իդեպ։ Այ ուժեղ Հայաստանի նաև հենց կոնցեպտուալ մոտեցումներից մեկը եւ որը վստահ եմ նաև մեր հանրությունը իհարկե երբ այդ հնարավորությունը ընձեռվի եւ Սամվել Կարապետյանը իր խոսքը ներկայացնի հանրությանը, այդ ժամանակ նաև կհամոզվեն թե ինչպիսին է լինելու ուժեղ առաջնորդությունը։ Համագումարի ժամանակ կուսակցության Սամվել Կարապետյանի խոսքը ուղղված էր հանրության արհեստական բանականության միջոցով։ Դրանից հետո իշխանական մամուլում հրապարակումներ եղան, որ որևէ արգելք չկա, նա կարող էր հայտարարությամբ հանդես գալ, որովհետև երբ կալանքի տակ էր եւ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում էր, պարբերաբար մենք լսում էինք նրա հայտարարությունները, որոնք տարածվում էին։ Ի վերջո դուք ասում եք հնարավոր չի եւ արհեստական բանականության միջոցով եք այդ ուղերձը հողում հասարակությանը, իսկ ոմանք ասում են, որ չէ, որևէ արգելք չկա, վերջը կա, թե չկա արգելք։ Շատ ճիշտ հարց եք տալիս։ Ես իրապես կցանկանայի ունենալ այն աղբյուրը տեղեկատվության, որը ունեն իշխանական ներկայացուցիչները։ Ես հասկանում եմ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների եւ քաղաքական իշխանության ներկայացուցիչների հաճախ միաժամանակյա գործունեությունը այլևս փաստ է, որտեղ նա հաճախ հանդիպել է փաստացի կոնկրետ դեպքերով։ Նույն ենթադրենք Սամվել Կարապետյանի դեպքն էլ էր դրա մասին վկայում, կամ օրինակ հենց օրերս Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դիրքորոշում, որ վեհապար Հայրապետը չի կարող Հայաստանի Հանրապետության սահմանները լքել, բովանդակությունը սրանում էր։ Հաջորդ օրը խափաման միջոց է կիրառվեց վեհապար Հայրապետի նկատմամբ։ Այն, որ այս պրակտիկան այլևս մեր առօրյայի մասն է, դա փաստ է, բայց ես չունեմ այդ տվյալները։ Ես ունեմ դատարանի որոշում, որով խոսքի ազատության ուղիղ սահմանափակում առկա չէ, բայց հաղորդակցման սահմանափակում կա, տեսակցությունների սահմանափակում կա։ Օրինակ Սամվել Կարապետյանը չի կարողանում հաղորդակցվել եւ տեսակցել Նարեկ Կարապետյանը։ Իր եղբոր որդուն։ Որտեղ ընտանիքի անդամ չի։ Հիմա տեսեք, այս աստիճան սահմանափակում կիրառված է, բայց ես տեսա, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասաց լրագրողներին, որ գնացեք հարցազրույց վերցրեք Սամվել Կարապետյանից։ Հիմա ո՞նց հաստատում, այսինքն լրագրողները կարող են գնալ հարցազրույց վերցնել, բայց եղբորորդին չի կարող հանդիպել։ Իրականում երկուսն էլ արգելված է։ Իսկ թե լրագրողների հետ հաղորդակցումը, թե նույնիսկ նման մտերիմ ազգականի, բայց ոչ քրեադատավարական իմաստով մերձավոր ազգական տեսանկյունից։ Հիմա իրավիճակը հետևյալն էր։ Նախքան համագումարը իմ կողմից ներկայացվեց դիմում թե քննչական մարմնին, թե դատախազության։ Այդ դիմումում ոչ թե խնդրում էի դատական ակտը պարզաբանել, այլ խնդրում էի ընձեռել հնարավորություն, որ նման ուղերձով հանդես գա Սամվել Կարապետյանը։ Իրենք ում են արել, որ չեն պարզաբանում, որտեղ դատական ակտ է։ Ես օրինակ քննչականից ստացել եմ պատասխան, որտեղ վերջիններս ասում են, որ իրենք դատական ակտը չեն պարզաբանում, բայց ես դա էլ չէի խնդրել իրենց։ Ես իրենց չէի ակնկալում դատական ակտի պարզաբանում քավլիցի։ Ի վերջո, եթե տեղի ունենա խախտում, պայմանականորեն օրինակ արգելված է նման ուղերձ կատարելը եւ դա տեղի է ունենում։ Ով է դրան արձագանքում։ Քննչականը, որպես վարույթ իրականացնող մարմին։ Իմ հարցադրումը հենց ուղղված էր քննչականին դրա համար, որտեղ քննչականը կարող էր ասել մենք դա խախտում չենք համարելու, որտեղ իրենք են այդ բացառիկ գնահատողական լիազորությամբ օժտվածները։ Բայց չէի սահմանափակվել քննչականով, նաեւ նման դիմում ներկայացրել էի դատախազությանը, որպես օրինականությունը հսկող բացառիկ լիազորությամբ օժտված պաշտոնյա։ Իրենք նույնիսկ չեն պատասխանել մինչ օրս իդեպ։ Քննչականը գոնե պատասխանեց, որ դատական ակտ չի մեկնաբանում։ Դրանից հետևությունը մեկն է, որ մերժում է իմ դիմումը, որովհետև եթե ես լրիվ այլ բանից եմ խոսում, ինչպես ասում են, եթե ես խոսում եմ գանձից, իրենք խոսում են տանձից, ապա այդտեղ ավելի հաճախ մերժման մասին է խոսքը։ Ինչևէ, ես ելնելով այս վերջին օրերի այս հանրային արձագանքներից մի շարք պաշտոնյաների, իհարկե որոնցից ոչ մեկը, այսպես ասած, իրավապահ մարմիններին չի ներկայացնում։ Ես իսկապես խնդրում եմ, որ քննչականը եւ դատախազությունը հրապարակային հայտարարությամբ հանդես գան, բայց շատ պարզ, առանց, այսպես ասած, բարդ նախադասությունների։ Թող պարզապես հայտարարությամբ հանդես գան, որ նման սահմանափակում չկա։ Բայց գրավոր դիմել եմ նորից։ Չեմ պատասխանել։ Դեռ չեն։ Այո, օրինակ քաղաքական գործիչները շատ արագ են արձագանքում, բայց իրավապահները նույն արագությունը չեն ապահովում։ Դե նրանք պետք է նաև որոշակի ընթացակարգեր ապահովեն դրա համար։ Այո։ Դուք նշում եք, որ բազմիցս նշվել է նորություն չենք հայտնում, որ քաղաքական հետապնդում է եւ բերում եք դրա ապացույցները ձեր տեսակետից։ Բնականաբար իշխանության ներկայացուցիչները կամ իշխանության հետ որոշակի նախկինում առնչություն ունեցող, հիմա փաստաթղթերով առնչություն ունեցող մարմինները այդ մասին չեն ասելու։ Դուք ինչ եք կարծում,
այս ամբողջ նախ եղավ աղմկահարույց հրաժարական, որի մասին, չգիտեմ, երբևէ մեկնաբանություն տրվել է թե ոչ, եւ դուք իրավասու եք թե ոչ, ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարական տվեց հենց այդ ժամանակահատվածում եւ ժամեր ձգվում էր խոզարկությունը եւ այլն Սամվել Կարապետյանի տանը, սա ինչով եք դուք պայմանավորում կամ ինչով էր պայմանավորված կամ արդյոք ուղիղ առնչություններ այդ վարույթի հետ։ Եվ երկրորդ, եթե քաղաքական հետապնդում է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվեն որոշ մարդիկ ինչ-որ ժամանակահատվածում։ Ըստ ձեզ լինելու են այդպիսի մարդիկ։ Առաջին հարցադրման վերաբերյալ եկեք իսկապես պատասխան չտամ, բայց առնվազն կարող եմ ասել, որ հանրությունը ինքնին որոշակի հետևություններ եւ որոշ վարկածներ առաջ քաշել է դրա վերաբերյալ։ Բայց չեմ կարծում, որ ես եմ այն անձը, որ այս հարցին պետք է պատասխան ներկայացնի։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդման հեղինակներին, իրացնողներին եւ մարդկանց տևական ժամանակ ապօրինի նման հետապնդողների պատասխանատվության մասին։ Տեսեք, այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը գրված է սևը սպիտակի վրա, կա պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը։ Ոչ մեկ դա չի չեղարկել։ Բայց եթե ինձ եք հարցնում, արդյոք այն պետք է լինի համատարած։ Ես կարծում եմ ոչ, որովհետև միգուցե նաև վերջին 8 տարիները ցույց են տալիս, որ այս աստիճան բևեռացումը մեր հասարակության բաժանումը, պառակտումը հենց միգուցե նաև պատճառներից մեկն է, որ հանգեցրել է թույլ իրավիճակի, որովհետև մեր հասարակությունը երբևէ նախկինում ունենալով բազմաթիվ դժվարություններ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, ունենալով անարդարության վերաբերյալ տվյալներ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, բայց երբեք այս աստիճան պառակտված չի եղել, երբեք այս աստիճան բաժանված չի եղել։ Ես վստահ եմ, որ դուք տարիներ առաջ երբեք չէիք պատկերացնի, որ կարող է մայրաթոռում ընդհանրապես ունենանք հասարակության երկու խմբի բաժանում։ Չէիք պատկերացնի, վստահ եմ։ Եթե դիտարկենք հարցը անվերջանալի հետապնդումներով, հա, որովհետև այս վերջին 8 տարիների ընթացքում բազմաթիվ անարդարություններ են եղել, բազմաթիվ, բայց արդյոք դրանք բոլորը պետք է հայելային, այսպես ասած, վերաբերմունքի արժան ունեն։ Իսկապես բարդ հարց։ Ես ինքս մշտապես մարդասիրության սկզբունքի կողմնակիցն եմ։ Ես համարում եմ ընդհանրապես, որ արդարության առաջնային կոմպոնենտը դա մարդասիրությունը պետք է լինի։ Իդեպ հետաքրքիր հանգամանք նշեմ, օրվա իշխանություններն էին, չէ, հենց գալիս այդ խոստումով, որ սեր պետք է լինի եւ համերաշխություն։ Ճիշտ հակառակը տեղի ունեցավ, այսինքն ամբողջությամբ հակառակը։ Եվ մյուս կողմից 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում նույնիսկ մեկ համաներման ակտ չի ընդունվել։ Իրավական, եթե խոսում ենք համերաշխությունից, համաներումը հենց դրա ցուցիչն է։ Արդյոք դա հասունացած չէ հայ հասարակության համար։ Արդյոք հասունացած չէ։ Իսկ ո՞րն է վերջը իմ հարցի պատասխանը։ Ի վերջո, պետք է որոշ անձինք պատասխանատվության ենթարկվեն, թե ոչ։ Անխուսափելի է որոշ անձանց դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը։ Իդեպ խոսեցիք իշխանական կամ որոշակի աղբյուրների եւ իրավապահ մարմինների մասին, դուք տեսել եք այն անձնագրի լուսանկարը, որը հրապարակվել է որպես Սամվել Կարապետյանի անձնագիր եւ դա իրականում իր անձնագիրն է։ Անկեղծ եմ ասում, լուսանկարը տեսել եմ, քանի որ որևէ մեկը երբևէ չի էլ վիճարկել այլ հնարավոր անձնագրի առկայությունը, ուշադրություն չեմ դարձրել, անկեղծորեն։ Բայց այլ հարց, որ դա հրապարակվում է կարծես իշխանական մի կայքով եւ դրան հաջորդած չէ քրեական վարույթի հարուցումը, դրան հաջորդած չէ կոնկրետ անձանց ձերբակալումը, հաջորդած չէ կալանքի միջնորդությունները եւ այլն։ Քավլիցի դեպ ես ինքս մշտապես գտնում եմ, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց։ Թող ուրեմն կալանքի միջնորդություն նույնիսկ ներկայացրած չլինեն, բայց քրեական վարույթ կա։ Այսինքն տեսնում եք, այստեղից սկսվում է երկակի ստանդարտը։ Այստեղից սկսվում է անարդարությունը։ Անարդարություն, որը կարծում եմ մեր հասարակությունը արդեն իսկապես արձանագրում է։ Իսկապես։ Հենց միգուցե այս 5 տարին հենց դրա արձանագրման տեսանկյունից էլ էր կարևոր։ Իդեպ մի հետաքրքիր հանգամանք նշում։ Միգուցե ձեր հարցադրման հետ ուղիղ առնչություն չունի, բայց մեծ աղմուկ էր բարձրացվել այն տեսանյութի հետ, որտեղ ոստիկանը քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառում։
Հիշում եք, նույնիսկ տարբեր իշխանական ներկայացուցիչներ էլ արձագանքեցին, չէ՞ այդ դեպքին։ Այո, բռնությունը պետք է դատապարտի։ Ես հիշում եմ նաև, որ եղավ հրապարակում, որ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։ Գիտեք, դուք իրավական այս ընդհանուր ոլորտից ամենից տեղեկացված գործընկերներից եք։ Եվ վստահ եմ դուք այդ հայտարարության մեջ մի կարևոր դետալ նկատած կլինեք, որ առկա չէր։ Այնտեղ գրված չէր, որ միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Եթե գրված լիներ հայտարարության մեջ, որ միջնորդությունը բավարարվել է մասնակի, մեր հանրությանը իրազեկենք, դա նշանակում է, որ կալանքի միջնորդություն էր տրվել, բայց դատարանը գտավ, որ տնային կալանք պետք է կիրառվի։ Այստեղ իմ մոտ հիմնավոր կասկած կա, որ պարզապես տնային կալանքի միջնորդություն էին ներկայացրել։ Այսինքն, օրինակ, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանության արտահայտության համար, ներկայացնում են հենց կալանքի միջնորդություն եւ երբեք չեն ներկայացնում տնային կալանքի միջնորդություն։ Իսկ այս տեսանյութի պայմաններում, երբ ակնհայտորեն անօգնական վիճակում գտնվող ոստիկանության, ծառայողի իշխանության ներքո գտնվող անձի նկատմամբ բռնություն եւ խոշտանգում են, պարզապես տնային կալանք։ Սա խնդիր է։ Եվ մեր հանրությունը այս ամենը արձանագրում է, իմ ամբողջ ասածը սրանում է։ Ուր է գնալու եւ ինչ պլանավորում ունեք։ Իհարկե իրավաբանները երբեք իրենց խաղաքարտերը չեն բացում, բայց Սամվել Կարապետյանի գործով ինչ անելիքներ ունեք եւ ինչ նպատակ։ Եվ արդյոք քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանն ըստ կունենա որոշակի մասնակցություն։ Ես հավատում եմ գործընկերներս ինձ հետ միասին նրան, որ այլևս այս ժամանակահատվածում, երբ ինչ որ իմաստով նաև կրկին հղում կտամ սոցիոլոգիական հարցումներին, բայց հատկապես նաև մեր հանրության ներկայացուցիչների արձագանքների պայմաններում, գտնում եմ, որ այս խափանման միջոցի սահմանափակումները, նաև ելնելով, որ իշխանական ներկայացուցիչներն են արդեն նման հրապարակային խոսքերով հանդես գալիս, որ իբրև սահմանափակում չկա եւ այլ, ինչ որ իմաստով փակուղի է մտնում այս խափանման միջոցի արկայությունը։ Քաղաքական հետապնդումը որքան էլ ինտենսիվ է լինում, բայց որոշակի իմաստով այն մի պայից իրեն սպառում է։ Պարզապես շատ շատերը այդ ընթացքում այդ դժվարություններին չեն դիմանում։ Մարդկայինորեն, որովհետև այո, կալանքը ծանրագույն խափանման միջոց է, ծանրագույն։ Եվ որևէ մեկը թող երբևէ չասի, որ կալանքը որպես այդպիսին պարզապես խափանման միջոց է, այն ծանրագույն երևույթ է, ցանկացած անձի համար։ Բայց եթե անձը դիմանում է այդ փորձություններին, հաղթահարում է դրանք, ինչ-որ իմաստով այդ գործիքը սպառվում է։ Ես տեսնում եմ, որ քաղաքական հետապնդման այս ինտենսիվությունը իրեն սպառում է, ելնելով հենց այդ հետապնդմանը Սամվել Կարապետյանի արձագանքից։ Այսինքն, երբ դրան հակադրվեց ուժեղ հայ մարդու դիրքը կեցվածքը, այդտեղ իսկապես որոշակի դժվարություններ սկսվեց։ Եվ ես գտնում եմ, որ այս հետապնդումը եւ հատկապես խափանման միջոցը րոպե շուտ պետք է վերացվեն։ Ինչ իմաստով նաեւ։ Ի վերջո օրվա իշխանությունները ամեն հնարավոր պատե, անպատե առիթով ներկայացնում են իրենց ժողովրդավարական մոտեցումները, չէ՞։ Քաղաքական հակառակորդի նկատմամբ նման աբսուրդային քրեական վարույթով պայքարելը չի կարող լինել ողջամիտ։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում եվրոպական ամերիկյան գործընկերները համապատասխան չեն կարող ասել, որ այս ամենը արդար է, թափանցիկ է, ողջամիտ է, համաչափ է, չի կարող այսպես լինել։ Հետևաբար այն եմ տեսնում, որ մի շարք գործողություններ արդեն նախատեսել ենք առանց բացելու խաղաքարտերի իհարկե, որոնք ուղղված են լինելու այս խափանման միջոցը եւ քրեական աբսուրդային վարույթը քաղաքական հետապնդումը դադարեցնելուն։ Արդյոք նշվածը իր արդյունքը կտա։ Գիտեք, քաղաքական հետապնդման դեպքում իհարկե ցանկացած նույնիսկ պարզ արդյունք շատ դժվար է ակնկալել, որ կիրականացվի կամ կստացվի, բայց դրա հնարավորությունը տեսնում եմ, չնայած կրկին այնքան աբսուրդներ ենք տեսել Սամվել Կարապետյանի գործով, պարզապես ես ինքս միշտ էլ լավատես եմ, միշտ։ Դուք 2021 թվականին Հայաստան դաշինքի ցանկում էիք եւ պատգամավոր էիք
ինչ որ մի փուլում հրաժարվեցիք պատգամավորական մանդատից, ինչի արձագանքը դրական էր, ինձ թվում է, համընդհանուր համենայն դեպս այդպես էր երևում, որից հետո նաև մի շարք աղմկահարույց գործերով եք անցնում եւ դες ացոցացնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչպես եղավ ձեր անցումը հիմա Սամվել Կարապետյանի թիմ, որովհետև դուք նստած էիք այն քաղաքական թիմի ամենաբարձր սեղանի վրա, որպես 4-րդ մարդը կամ առաջին մարդը նայած որտեղից ենք հաշվում։ Դուք քաղաքական թիմի անդամ եք, պաշտպանն եք, եւ ինչպես եղավ այդ անցումը, ինչպես կբացատրեք։ Շնորհակալ եմ հարցի համար, իհարկե ես կանխատեսում էի, որ օբյեկտիվորեն նման հարց կարող է առաջանալ։ 2021 թվականին իսկապես որոշում կայացրեցի, ելնելով նաև այդ առաջարկից, որը ստացել էի եւ իսկապես համարել եմ դա մեծ պատիվ, եղել եմ Հայաստան Դաշինքի падգամավորական падգամավորի տեխնացուների ցանկում, եղել եմ падգամավոր, իհարկե հրաժարականս ներկայացրել եմ 2022 թվականի նոյեմբեր ամսին։ Այստեղ մի փակագիծ էլ կցանկանամ բացահայտել։ Նախքան այդ եղել եմ իսկապես ամենաակտիվ падգամավորներից մեկը։ Թե սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու շրջանակներում, թե օրենսդրական նախաձեռնությունների, թե ելույթների, կարծում եմ դրանք կարևոր գործիքակազմեր էին այդ ժամանակ, այդպես եմ նաև գտել։ Այնուհետև եղել եմ եւ պատիվ եմ ունեցել լինելու դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներից մեկը։ Եղել եմ առաջին շարքերում այդ շարժման։ Բայց այնպես է ստացել, որ չենք հաջողվել։ Ես առնվազն այդ անհաջողությունը համարել եմ նաև հենց իմ անձնական անհաջողությունը։ Իմ նույնիսկ ուզեք ասեմ պարտությունը։ Դրանից ելնելով նաև ինձ իդեպ վստահ եմ կհիշեք, նաև կամ մեր հանրության ներկայացուցիչները կհիշեն, ես հաճախ ասում եի, որ այլևս ինձ չեմ տեսնում ազգային ժողովում, եթե չհասնենք իշխանափոխության։ Այդ կարծիքս դիրքորոշումս չէր փոխվել։ Ներկայացրեցի հրաժարական եւ դուրս եկա ակտիվ քաղաքականությունից։ 2025 թվականի մինչև կարծես թե հուլիս-օգոստոս ամիսներին ես ինձ ակտիվ քաղաքականության մեջ կրկին չէի պատկերացնում։ Անկեղծորեն։ Դասական իմաստով ինձ քաղաքական գործիչ չեմ համարում։ Չգիտեմ մեր հանրությունը ինչ կարծիք ունի, ինչև է։ Ստացել եմ առաջարկ միանալու ուժեղ Հայաստան կուսակցությանը, այդ մեծ եւ վճռական թիմին։ Իսկապես տեսնում եմ, որ այս թիմը ունի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հստակ շանս Հայաստանի Հանրապետությունում իրավիճակ փոփոխելու, Հայաստանում իշխանություն փոփոխելու, որի կարիք կա ակնհայտորեն։ Եվ դուք կլինեք հետևաբար ելնելով ձեր նախորդ մտքից։ Ես այդ որոշումը կայացրել եմ, այո, եւ ուժերից ներածին չափով կմասնակցեմ, կփորձեմ մաքսիմալ օգտակար լինել։ Նախընտրական ցուցակում կլինեք։ Գիտեք, այդ հարցին դեռ կդժվարանամ պատասխանել, առնվազն կարող եմ ասել, որ ուժեղ Հայաստան կուսակցության մեծ եւ իսկապես վճռական, որտեղ ժամանակը ցույց տվեց, որ բավականին վճռական թիմ է։ Այս ողջ քաղաքական հետապնդման դժվարությունների պայմաններում, երբ կարելի է ասել նույնիսկ Սամվել Կարապետյանի հետ շատ անուղղակիորեն առնչվող ցանկացած անձ առնվազն մի հատ ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվում։ Այդ պայմաններում մարդիկ պարզ ճակատով եկել են եւ միացել են այս թիմին։ Եվ դա ցույց է տալիս, որ իսկապես վճռական թիմ է եւ նաեւ մեծ թիմ է իդեպ, վստահ եմ նաեւ հանրությունը առիթ կունենա ճանաչելու թիմակիցներին։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Սամվել Կարապետյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանն էր։